հայտնի կերպար օդանավակայանում, որ հայտարարել եկել եմ, ընտրեմ ժամը 7-ին շուտ գնամ, հանկարծ իրավիճակը չխառնվի ստեղ, երեխեքի Երեխեքիս հետ որ եւ փրկեմ, հա, հա։ հա, ճիշտ է, ինքը շատ վրդովեցնող հայտարարություն է Հայաստանի պետականության նկատմամբ ակնհայտ արհամարհական դրսևորում է, բայց դա ավելի շատ բարոյական տիրույթում չէր, քան իրավականում, որ սենց տարան քնչական եւ այլն, թե պետք էր տանել։ Չէ, պետք է, Ինչի՞։ ակնհայտորեն պետք է։ Դե, որովհետև ինքը տեղեկություն ունի ու չի հայտնում այդ տեղեկությունները։ Ինքը լրջորեն կասկած է հայտնում եւ այդ կասկածով նաեւ հրահրում ուժի կիրառում փողոցում։ Ինքը ասենք ինչ-որ հիմնավոր կասկածներ ունի, որ ուժ է կիրառվում ու փոխանակ հայտնի պատշաճ մարմիններին, որ գիտեք ինչ կա, ես sense տեղեկություններ ունեմ, որ ընտրություններից հետո անհամություն լինելու, ինքը գնում ինքը փախնում է, քիչ է փախնում է, հələ նաեւ բոլոր մնացածի երեխաներին, այսինքն երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում ինքը հանցագործ է։ Ինքը գիտի, որ ինչ-որ բան է սպասվում, որ երեխաներին վտանգ է ու չի հայտարարում դրա մասին։ Ես կարամ սենց բան անեմ, սատանայի դատապաշտպան աշխատեմ միայն նստած այս հարցով, անգիստ կարամ իրան մինչև ցմահ բանտարկություն ստեղծեմ լուրջ դեմքով ու իրան հասնում եմ։ Կարամ հակառակն էլ անեմ, կարամ ասեմ դե հիմա մարդը վախեցել է գնում չի հասկանում, ուղղակի իմ անձնական վերաբերմունքը այդ ծիրանազավրներին, որոնք գալիս են ստե մենակ ծիրան լափելու գնում են կամ ասենք գալիս են ստե ընտրելու գնան, բայց իրանք ապրում են Ռուսաստանում, իրանք սիրտը Ռուսաստանի ճահիճներում է, բայց իրանք ստեղ գալիս են իրանք կեղտոտ ոտերով, կեղտոտում գնում են, դե հիմա ինչի համար։ Ես կողմ եմ, որ իրանք ասենք ոչ թե 25 օրով տանեն բանակայ 3.5 տարով, ցանկալիա 4 այն ինչ որ Հայաստանում վաղուց չկա զուգարան մաքրել բան էտել անեն, որովհետև տենց ինչ-որ խիղճ են գնացել Ռուսաստանը, տոնտեղից գալիս տեղ որոշում են, ով պետք է մեզ կառավարի եղբայր։ Արի մենք որոշենք դու ոնց ես ապրում, որովհետև իրացից ոչ մեկ բարոյական հիմք չունի դա անելու։ Այն որ դուք ունեք Հայաստանի անձնագիր, չի նշանակում, որ դուք իմ փոխարեն պետք է որոշեք ստեղ ով պետք է լինի, կամ ասեմ երբևիցե ոչ մի կերպ Հայաստանում խառնված չլինելով, մատների չտալով բան անենք, որոշեք ստեղ թե Սամվել Կարապետյանը պետք է ինչ-որ բան անի, թե Ռոբերտ Քոչարյանը։